Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ, կուսակցության անդամ Արմինե Սախոյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը պետք է խնդրեմ ձեզ հարգելի բարեկամներ, որ բաժանորդագրվեք ալիքին, հավանեք տեսանյութը և գրեք մեկնաբանություններ այն թեմաների վերաբերյալ, որոնք մենք այսօր կքննարկենք։ Արմինե, առաջին հարցը կուզեի հետևյալը ձեզ տալ, վերջերս Նիկոլ Փաշինյանին դուք մոտեցաք և ասացիք, որ նա դավաճանել է ըստ էության հայ ժողովրդի սպասելիքները, նա հանձնել է Արցախը, ձեր շարժառիթը ո՞րն էր Նիկոլ Փաշինյանին այդ ամենը ասելու։ Ինչ ասել եմ, ճիշտ եմ արել և լավ եմ արել, և ասեմ ավելին, ես 100 հազարավոր մարդկանց ասելիքն եմ ասել Նիկոլ Փաշինյանի, պարզապես այդ բոլոր մարդիկ, ովքեր արձագանքել են, կարծում եմ ինքը Փաշինյանը լավ տեսել է, թե մարդիկ ինչ արձագանքներ են տվել այդ միջադեպի հետ կապված, և դա եղել է հենց ցուցիչը նրա, թե ինչ վերաբերմունք ունի հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Իմ իրեն մոտենալու դրդապատճառ չկա, որովհետև դա շատ սպոնտան ուղղակի ստացվեց, պարզապես ես տեսա, որ Փաշինյանը մոտենում է և անմիջապես իմ հեռախոսը միացրել եմ ուղիղ եթերով, որպեսզի մարդիկ տեսնեն, և ասել եմ այն, ինչը որ կա, ես որևէ իմ ասածի համար չեմ զղջում, առավել եթե ես իրոք պատրաստված լինեի, մտածեի, որ սա մտածված գնայի, շատ ավելին կասեի։ Այն էլի եմ ասում, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, քիչ եմ ասել, և դա հայ ժողովրդի ասելիքն է իրեն։ Ես վստահաբար կարող եմ ասել այդ մարդկանց շնորհակալությունները, որ ուղղվում էին ինձ, դա ինձ ևս մեկ անգամ վստահաբար թույլ է տալիս ասելու, որ հայ ժողովրդի մեծամասնության ատելությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անսահման է, Գորյուն ջան։ Շատերը, ով Նիկոլ Փաշինյանին այսպես դեմ երեսին ինչ-որ բաներ է ասել, հետո պարզվում է, որ ինչ-որ մարդիկ են անհանգստացնում, ոստիկանությունն է անհանգստացնում, ձեզ ինչ-որ կերպ փորձել են ձեզ վրա ճնշումներ գործադրել այդ դեպքից հետո։ Իմ այդ դեպքից հետո որևէ ճնշում իմ վրա չի եղել, դա կարող եմ ասել, իսկ ոստիկանական կամ ինչ-որ բաների դեպքում, ճիշտն ասած, կարծում եմ իմ համար և առավել ևս ազգային ժողովրդավարական բևեռի աջակիցների համար դա ոչ ինչ-որ նորություն կլիներ, եթե նման բան լիներ, ոչ էլ ինչ-որ վախ կներշնչեր, որովհետև մենք ազգային ժողովրդավարական բևեռը իր աջակիցների հետ միասին մենք լավ հասկանում ենք, թե մենք ինչ հրեշավոր համակարգի հետ գործ ունենք, և հաշվի առնելով, որ այս պահին արդեն վերջի տարիներին, մանավանդ 22 թվականից հետո բացահայտ թուրքամետ իշխանություն մենք ունենք և թուրքական քաղաքականություն է վարվում, ապա մենք նաև հասկանում ենք, մենք գործ ունենք թշնամու կողմից ներդրված պերսոնայի հետ։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ընդդիմությունը չպետք է հատի անցողիկ շեմը, կարծես թե այդ մարդիկ, ովքեր պատրաստվում էին ընդդիմության ընտրել, գնալու են մտափոխվեն և իրեն ընտրեն, ձեր կարծիքով ի վերջո քաղաքացիների մեծամասնությունը ինչ ընտրություն է կատարելու։ Նախ սկսենք նրանից, Կորյուն ջան, երբ որ Փաշինյանը խոսում է իրավական պետությունից, խոսում է ժողովրդավարությունից, խոսում է դատաիրավական համակարգի փոփոխություններից, առաջինը խոսքը իրեն պետք է ուղղված լինի։ Այսօր այդ արտահայտությունը երբ ինքը արեց, դա ուղիղ ուղղորդում էր, իսկ պետության ղեկավարը ոչ նման
իրավասություն ունի, ոչ էլ դրա բարոյական իրավունքը ունի մարդկանց ինչ ասեմ, արդեն իսկ ուղղորդելու, մարդկանց այսպես ասած պատվիրելու եւ դրան զուգահեռ ոչ թե այստեղ մարդկանց է միայն պատվիրում, այլ նաեւ ամբողջ կենտրոնական ընտրական հանձնաժողովին դա պատվեր էր արդեն ուղիղ բացահայտ պատվեր էր կենտրոնական ընտրական հանձնաժողով իդեմս Վահագն Ազգանուհիմյանի, այո, ես պատվիրում եմ ձեզ, դուք պետք է այնպես անեք, որպեսզի այդ կուսակցությունները իրենց այդ անցողիկ շեմը չանցնեն կամ ընդհանրապես խորհրդարան չմտնեն։ Դա երկրի կառավարչի կողմից անթույլատրելի հակաիրավական արտահայտություն էր։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ասում է, որ իր բառերն եմ ուզում հիշել, այդ խնդիրը նախկին ներկա, հա, այսպես ինքն է ասում, նախկին ներկա խնդիրը կանցնի, եթե այդ կուսակցությունները չմտնեն խորհրդարան, դա նախկին ներկա խոսույթը ընդհանրապես քաղաքական դաշտում գոյացել, ստեղծվել է, առաջադրվել է հենց ազգային ժողովրդավարական բևեռի կողմից եւ ասել, որ նախկին ներկա չկա, որևէ նախկին եւ ներկա, նախկին ներկան ընդհանուր մեկ համակարգ է եւ հաշվի առնելով եւ փաստելով շատ փաստեր կան, որ ազգային ժողովրդավարական բևեռը իր գործերով իր ձեռնարկած բոլոր միջոցառումներով ապացուցել է, որ միայն ազգային ժողովրդավարական բևեռն է, որ նախկին ներկա այդ կոնցեպտի ընդհանուր համակարգից դուրս է եւ համակարգի ամբողջ աշխատանքը մեզ չեզոքացնելու մենք շատ ակնառու տեսնում ենք։ Ես մի բան օգտվելով այս առիթից մի բան ասեմ, որ Ազատություն ռադիոկայանը ներկայացրեց բոլոր այն կուսակցություններին, որոնք պետք է ընտրություններին մասնակցեն։ Գիտեք հետաքրքիր է որներ Կորյուն, որ ազգային ժողովրդավարական բևեռի անունը չկար նշված։ Սա եւս մեկ անգամ հենց Ազատություն ռադիոկայանի աշխատանքից երևում է, որ ինչ կերպ է այս համակարգը աշխատում հենց ազգային ժողովրդավարական բևեռի դեմ։ Եվ Փաշինյանի հետ գիտեք, որ իրենք չմտնեն այս հարցը կլուծվի, որ եթե այդ կուսակցությունները չմտնեն խորհրդարան, եթե այդ կուսակցությունները չմտնեն խորհրդարան, դա չգիտեմ, երևի իրեն շատ կանհանգստացնի, բայց ազգային ժողովրդավարական բևեռի պահով մեզ համար շատ կարևոր է, որ մենք մտնենք ուրեմն ազգային ժողով եւ Փաշինյանը պետք է պատրաստ լինի, որ բևեռը գալու է ազգային ժողով եւ քաղաքական դաշտում եւ քաղաքական խոսույթում եւ քաղաքական վարքագծում փոփոխություններ է բերելու։ Միայն ես կարող եմ ասել այն, որ խորհրդարանում ինչ տեսարանների, որ մենք ականատեսն ենք լինում, հա, իրար հետ գզվռտոց կամ չգիտեմ, դա պարզապես չափազանց տհաճություն է հայ ժողովրդի համար, որովհետև ի վերջո ազգային ժողովը պետք է ներկայացնի հայ ժողովրդին, չէ՞ որ եւ թշնամիներն են նայում ազգային ժողովում ընթացող process-ները եւ դրսից մարդիկ նայում են եւ ասում են՝ «Միթե այս ժողովուրդը այսպիսին է»։ Բայց այս ընտրություններով կգան նոր ուժեր, մենք ազգային ժողովրդավարական բևեռը մասնակցում է ընտրությունների եւ մենք մեծ տրամադրվածությամբ եւ մեծ պատրաստակամությամբ գալիս ենք խորհրդարան մտնելու եւ նոր խոսք բերելու, նոր վարքագիծ բերելու քաղաքական դաշտում։ Եթե բևեռը անցնի խորհրդարան եւ մյուս երկու ֆավորիտ ընդդիմադիր ուժերը, ասենք օրինակ կամ Սամվել Կարապետյանը կամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը եւս անցնեն խորհրդարան եւ բևեռից կախված լինի, թե ով կլինի վարչապետ։ Օրինակ բևեռը քվեարկի այս երեք տեխնացուներից որևէ մեկի օգտին եւ երկրում իշխանափոխություն անի։
Գորյուն ջան, գիտեք, խոսել այժմ դրա մասին վաղ է եւ կանխատեսել նման զարգացում կարծում եմ չարժե, որովհետեւ մենք չգիտենք մինչեւ հունիսի 7-ը ամեն օր կարող ենք նույնիսկ ասել ամեն ժամ եւ տարածաշրջանում եւ աշխարհաքաղաքական ռակուրսից եթե մենք նայենք փոփոխություններ են կատարվում, բայց այստեղ մի կարևոր բայց կա։ Ազգային ժողովրդավարական բևեռը միշտ կողմ է եւ այս պահին էլ անգամ համագործակցության բանակցություններ է վարում, որպեսզի մենք կարողանանք համագործակցելով այլ առողջ ուժերի հետ, ազգային ուժերի հետ, կարողանանք ուրեմն ուժ ունենալ եւ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը ազգային ժողովրդավարական բևեռի համար օրակարգ է, դա միանշանակ։ Եվ եթե դուք կհիշեք 2023 թվականին, երբ ազգային ժողովրդավարական բևեռը Ազատության հրապարակում շուրջօրյա նստածույց էր իրականացնում, բևեռի խորհրդի անդամները չեմ կարող բոլորին հիշել, բայց համենայն դեպս Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմել է նախկին նախագահներին, որ իրենք մի կողմ քաշվեն եւ թողնեն ժողովրդի համախմբումը, միաբանումը, ասելով, որ ձեր ներկայությունը հենց արգելք է լինում, որ ժողովուրդը չի համախմբում։ Դրա համար այն, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Գագիկ Ծառուկյանի հետ ես չգիտեմ այդ իհարկե ոնց կոնֆիգուրացիան կլինի, բայց իրենց դեպքում ես վստահ չեմ կարող եմ ասել, ելնելով պարոն Սեֆիլյանի հայտարարությունից, որ իրենց հետ որևէ հնարավոր չի համախմբվելու եզրեր գտնել, իհարկե դուք նկատի ունեք խորհրդարանական ընտրության այդ արդյունքների ամփոփումից հետո, իսկ Սամվել Կարապետյան, ես ընդհանրապես հիմա չեմ կարող դա ասել, չեմ պարզ ասեմ, ազնիվ ասեմ, ես դա չեմ պատկերացնում, բայց հաշվի առնելով մի բան, նաև էլի ելնելով նրանից, ինչը որ մենք տեսնում ենք, դա փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը այսօր էլ չէ, էլի խոսվեց սահմանադրության փոփոխությունից, ընդ որում Ալեն Սիմոնյանը ուրեմն հանդիպում ունեցավ Ադրբեջանի ազգային ժողովի այդ պատվիրակության նախագահի հետ եւ այնտեղ Հիկմետ Հաջիևը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ եթե Հայաստանը ուզում է խաղաղության պայմանագրի վերջնական կնքում լինի, ապա պետք է սահմանադրության մեջ փոփոխություն արվի։ Իսկ այն, որ սահմանադրության մեջ փոփոխություն անելու է միանշանակ Նիկոլ Փաշինյանը, դա փաստ է։ Իսկ սահմանադրության փոփոխությունը մեզ կանգնեցնելու է նոր, ինչ ասեմ, հայ ժողովրդի համար ոչ ցանկալի պետականության կորստի առջև, որովհետև սահմանադրությունից հանել անկախության հռչակագիրը, սահմանադրությունից հանել հայոց պահանջատիրության իրավունքը, դա հավասարազոր է նրան, որ դու քո պետությունը հիմքից ոչնչացնում ես եւ իր խոսքերով ասած չորրորդ հանրապետություն ես ստեղծում, որը դա էլ չես կարող ասել ստեղծվում է, թե չի ստեղծվում։ Եվ այս ամենը հաշվի առնելով պետք է հասկանանք մի բան. օրակարգը բոլորի համար, հայ ժողովրդի համար, գիտակից հայ ժողովրդի համար, ովքեր գիտեն արժանապատվությունը, ովքեր գնահատում են հայրենիքը եւ գիտեն, որ եթե դու չունես հայրենիք եւ արժանապատվություն, ուրեմն դու չունես ոչ ներկա, ոչ ապագա, օրակարգը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Եվ ես պարզապես խորհուրդ կտամ եւ ես ինքս կհետևեմ այդ խորհրդին, որ այս պահի դրությամբ որևէ կանխատեսում չանենք, որովհետև մենք չգիտենք ինչ կլինի հունիսի 7-ին, բայց այն, որ եթե մենք ուզում ենք, ինչպես պարոն Պապյանն է ասում, եթե մենք ուզում ենք ունենալ Հայաստան, պետք է ուրեմն առաջին հերթին չլինի Նիկոլը։ Նիկոլը պետք է չլինի։ Սա մենք պետք է իրոք ամրագրենք, մեխենք մեր գլխում, մեր սրտում, որ մենք հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին պետք է չտեսնենք Հայաստանի իշխանության գլխին։ Շատ լավ, Բևեռի վարչապետի տեխնացուն Վարուժան Ավետիսյանն է, եթե ես չեմ սխալվում, բայց նա բանտում է, ինչպես է լինելու։
Մենք մեր հայտարարության մեջ դրան անդրադարձել ենք, այո, պարոն Վարուժան Ավետիսյանը գտնվում է բանտում, կլինեն հնարավորություններ, երբ մենք տեսագրությամբ պարոն Ավետիսյանը կդիմի ժողովրդին, իհարկե ընտրացուցակում պարոն Ավետիսյանը ըստ իրավական նորմերի հնարավոր չի լինի, որ ներկայացվի, բայց նա կարող է լինել, մենք այսինքն կարող ենք ներկայացնել պարոն Ավետիսյանին որպես մեր վարչապետի թեկնածու, բայց պարզ է, որ ընտրացուցակը կազմվելու է ոչ ցավալիորեն, ոչ պարոն Ավետիսյանի ներկայությամբ եւ ամբողջ ընտրապայքարին քարոզարշավին մասնակցելով հիմա դա է եւ նաև այս քարոզարշավը մեզ հնարավորություն կտա, որպեսզի մենք հայ ժողովրդին հասցնենք այն տեղեկությունը, որ Սասնա Ծռերը ազգային ժողովրդավարական բևեռի վարչապետի թեկնածու Վարուժան Ավետիսյանը առ այսօր գտնվում է բանտում, եւ սա Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությունն է, իրոք ազգային ուժի եւ ազգային, ինչ ասեմ, գերհզոր մի մարդու եւ իր ընկերների նկատմամբ իր վախը Նիկոլ Փաշինյանը սարսափում է եւ Վարուժան Ավետիսյանից եւ Սասնա Ծռերից։ Բացի ԱԺԲ անդամ լինելուց դուք նաև լրագրողական գործունեությամբ եք զբաղվում եւ Նիկոլ Փաշինյանը վերջերս մեծ լրագրողներից սպառնում է, նախ ասում է, եթե որ ինքը չընտրվի, մենք կդառնանք հաշմանդամ, հետո դրանից մի շաբաթ հետո ասում է, որ չընտրվի կդառնանք ֆայլաբազարի բանվորներ, թե հաշմանդամություն ունենալով ինչպես ենք ֆայլաբազարում աշխատելու որպես բանվոր, դա չգիտեմ, բայց այնուամենայնիվ, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեծ լրագրողներից ինչ է սպասվում։ Նիկոլ Փաշինյանը ինքը եղել է լրագրող եւ երևի իր մասին է դա պատմում։ Ես կարծում եմ առանց մտնելու Նիկոլ Փաշինյանի այդ դասակարգման, որակավորման այդ խոսույթի մեջ լրագրողները պետք է իրենց գործը անեն անկախ ամեն ինչից եւ ինքը ինչ որ ասում է, դա իր վախերից դրդված է, դա չի նշանակում, որ մենք լրագրողներս վախենալու ենք ժողովրդի ասած իր հաթաթաներից, բացարձակ վախենալու բան չկա, դա ընդամենը ասում է, մենք տեսնում ենք, իր խոսույթի մեջ որքան բացասական, որքան վախ ներշնչող բառեր կան, դա հենց իր վախերից է, ինքը վախ ունի, դրա համար էլ այդ վախը պետք է ուղղակի իր ներսից գցի մարդկանց վրա, որպեսզի մարդիկ վախենան, բայց ես կարծում եմ հիմա մենք տեսնում ենք, չէ, ինքը շրջագայում է, քարոզարշավ է կատարում եւ մարդկանց վերաբերմունքը տեսնում ենք, դուք պատկերացնում եք, Գորուն ջան, եթե այդ թիկնապահները չլինեն, բոլորը մոտենալու են ու ասելու են այն ամենը, ինչ մտածում են իր մասին։ Ինքը կարողանալու լրագրողներին այդ իր ասած էսանի, չգիտեմ, ֆայլաբազարի հենց ինքը ամենատիպիկ ֆայլաբազարի աշխատողն է, իր տեղը հունիսի 8-ին ֆայլաբազարում կլինի հաստատ։ Դուք մեր դրույթի ընթացքում ասացիք, որ Փաշինյանը գրեթե ընտրող չունի, ռեյտինգ չունի, մեծամասնությունը ատում է նրան հանրության, բայց օրինակ այս քանի օրը քննարկվում է Նիկոլ Փաշինյանի արձանը հանրապետության հրապարակում դնելու գաղափարը, նու իհարկե իր թիմակիցների կողմից է այդ առաջարկը, ինչ է կարծում, ում է հիշեցնում այս ամեն ինչը, որտեղ հրապարակում վերջինը Լենինի արձանն է եղել, եթե ես չեմ սխալվում։ Ես կողմ եմ, Կորյուն ջան, որ Նիկոլ Փաշինյանի արձանը, չգիտեմ, հրապարակում կլինի, թե որտեղ կլինի, համենայն դեպս արժի որևէ տեղ դնել, ինչու համար, որ մարդիկ ամեն անգամ այդ արձանին նայելով տեսնեն, որ պետք է իրենք հայ ժողովուրդը պետք է երբեք էլ Նիկոլ չունենա։ Մենք ընդհանրապես
շուտ ենք մոռանում, հա, ինչ մեր հետ կատարվում է, իսկ այդ արձանը եթե լինի, մենք չենք մոռանա եւ անընդհատ կհիշենք, որ եղել է հայ ժողովրդին նկատմամբ դավաճանություն գործած անձ, հայ ժողովրդի մահաբերություն բերած անձ եւ այդ հիվանդությունը անընդհատ պետք է մեր աչքի առաջ լինի, որպեսզի մենք մեր ազգային իմունիտետը բարձրացնենք եւ թույլ չտանք այդ հիվանդությամբ նորից վարակվելու։ Իսկ դա բացարձակ իրենց ներկայացնելն է, հա, իբրև որ Փաշինյանը ունի ռեյտինգ եւ այդ պատճառով ինչ որ արձան դնել։ Չկա, եթե Փաշինյանը իշխանական իր լծակները չօգտագործի, ինքը չի կարողանալու անգամ ինչ ասեմ, այդ 15-20%, հա, ինչ սոցիոլոգիական հարցումները որ արվել են, անգամ դա ես անգամ չեմ էլ ուզում հիմա այս պահին ասել, որ մեր ավելի մի քիչ ոչ այդքան կիրթ մասսան է, հա, մեր ժողովրդի իրեն հավանում, հասարակություն է, տարբեր շերտեր կան, կիրթ մասսա կա, անկիրթ մասսա կա, հիմա ինքն էլ թող դրանով մի քիչ ուրախանա, էլի Կորյուն ջան։ Շատ լավ, հետևենք պրոցեսներին, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Կորյուն ջան, ցտեսություն։